Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք ծովախեց գետնով և սնկով ապուր։ Կերակուրը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ծովախեց գետին, սունկ ագարիկոն, սոխ սավզի, լայմ, ձիթայուղ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիք։ Սրանք հիմնական բաղադրիչներն են։ Կսկսենք սոխ սավզին տապակելուց։ Մի քանի կաթիլ ձիթայուղ ենք լցնում, թող տաքանա և մշակում ենք սոխ սավզին։ Բա տախտակը, քիչ չէր մնում տախտակը մոռանայինք։ Մոտ 5 սանտիմետր կտրում ենք երկարությամբ և կիսաօղակների։ Ավելացնում ենք կարագ, մոտ 20 գրամ, գործ ենք դնում կաթսան, չմոռանանք, որ ապուր ենք պատրաստում։ Լցնում ենք մոտ 1 լիտր ջուր եռացրած։ Համեմում ենք մառանիք ընկերության աղով, 1 թեյ գթալ։ Հենց սկսեց ջուրը եռալ, լցնենք ծովախեց գետինները։ Հենց սոխ սավզին փափկեց, ավելացնում ենք 1 չերի, 1 չիլի պղպեղ, որը կտրատեմ օղակների։ Պտղակոթը հեռացնում ենք։ Ավելացնում ենք 250 գրամ սունկ ագարիկոն, այսպես ոտիկը պոկում ենք, բաժանում ենք 4 մասի, իսկ գլխիկը կբաժանեմ 6 մասի։ Վերցրել եմ 500 գրամ ծովախեց գետին։ Լցնում ենք և թողնում ենք եփվի։ Մեզ հարկավոր է արգանակը և նաև ծովախեց գետինը։ Համեմում ենք մառանիք ընկերության ծովի աղով, Սունկեն սկզբից հարկավոր է համեմել աղով։
Սունկը հյութը դուրս է գցում շատ արագ, որից հետո գոլոշյանում է հյութը և սկսում է տապակվել, հենց դա էլ ինձ պետք է։ Կհամեմեմ նաև 4 պղպեղով, և մառանիկ ընկերության չորացած սամիթով։ Կավելացնեմ կես դդմիկ կտրատած մանր խորան արտիկների, ավելացնում ենք չերի լոլիկներ, ավելորդ բաները վերցնենք սեղանից, 8 չերի լոլիկ, չերի լոլիկները կտրում ենք 4 մասի, հավաքենք սեղանը, կվերցնեմ, հաջորդ բաղադրիչը դա սխտորն է, 2 մեծ պճեղ, շերտատում ենք։ Համեմ ենք, կավելացնեմ կես լայմի հյութ, ավելացնում ենք բալզամիկ քացախ, անտառային հատապտուղներ, կես թեյի գթալ, մի քիչ ավելի շատ, մոտ 1 թեյի գթալ, համում ենք, հեռացնում ենք ծովա խեցգետինների օջիկի մասը և գցում տապակվող մթերքների վրա։ Դուք գործը արեցիր, ստեսություն, կացան վերադարձնում ենք կրակին, լցնում ենք արգանակը,
ավելացնում ենք սպիտակ անապակ գինի, մոտ 50 գրամ, և համեմունք, լավ է, և հավասարակշռելու համար թթվաշությունը գինու կառաջարկեմ կես թեյի գթալ մեղր։ Իսկ ինչ կլինի, եթե ոչ թե կաթսայի մեջ լցնենք տապակի եղածը, այլ հակառակը։ Կարծում եմ ոչինչ։ Ապուրը նաև կարելի է պատրաստել տապակի մեջ։ Լավ է, բավական է։ Հանգիստ։ Սրան ավելացնում ենք կաթի սերուցք։ Մոտ 200 միլի։ Ներբուծություն ենք հաղորդում ապուրին։ Կառաջարկեմ նաև 75 գրամ մոցարելա պանիր, ծածկում ենք կափարիչով, եփում ենք մոտ 7 րոպե։ Այդ ընթացքում նախապատրաստենք թարմ կանաչին, որը կառաջարկեմ։ Դա սամիթն է։ Մեկ փոքր փունջ սամիթ։ Արի այստեղ, դու էլ արի ինձ հետ։ Թարմ սամիթը լցնելուց հետո խառնենք մեկ անգամ և կրակը անջատենք։ Այ այսպես։ Հրաշալի բույր ունի ուղղակի։ Թողնում ենք մոտ 5 րոպե, թող թրմվի, այսպես ասած, համերը խառնվեն իրար, որից հետո կմատուցենք։ Ծովախեցգետնով և սնկով ապուր։ Կաթսայի մեջ 1 լիտր ջուր եռացնել, 1 թեյի գթալ աղանել, ծովախեցգետինները եփել, քամել, արգանակը պահել, սավզի սոխի ցողուն կտրատել, ձիթայուղի և կարագի խառնուրդով տապակել, հենց սոխը փափկի, կտրատած չիլի պղպեղ, ագարիկոն սունկ ավելացնել, աղանել, համեմել 4 պղպեղ համեմունքով և 4 սամիթով, բանջարեղենին կտրատած դդմիկ, չերի լոլիկներ, սխտոր, լայմի հյութ, բալզամիկ քացախ ավելացնել, ծովախեցգետինների պոչը հեռացնել, գցել տապակի մեջ, քիչ հետո սպիտակ անապակ գինի, մեղր ավելացնել, լցնել արգանակը, կաթի սերուցք, քերած մոցարելա պանիր ավելացնել, ծածկել, եփել, 7 րոպեից, կտրատած թարմ սամիթ ավելացնել, կրակն անջատել, մատուցել 5 րոպեից։ Եվ վերջում առաջարկում եմ պատրաստենք համեղ աղցանը։ Արագ պատրաստվող։ Գործ ենք դնում տախտակը և մշակում ենք թթվաշխնձոր։ Նախ կլպում ենք թթվաշխնձորը։ Հեռացնում ենք սերմնատուփը։
Եվ կտրատում ենք խորանարդիկների։ Խնձորի խորանարդիկները տեղափոխում ենք ապակյա թասի մեջ։ Պաստորեն 1 խնձոր, 50 գրամ չամիչ ենք լցնում վրան և համեմում ենք կոնյակով։ Թող մնա, մարինացվի։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, կարող է տարօրինակ թվալ, դա կարմիր սոխն է։ Կտրատում ենք կիսաօղակների։ Տարօրինակ կարող է թվալ խնձորի և սոխի համադրությունը։ Անմիջապես համեմում ենք Մառանիկ ընկերության աղով, նկատի ունեի շաքարավազով, որովհետև հիմա գործ ենք դնում ծովի աղը, Մառանիկ ընկերության աղը։ Եվ չորացրած ուղձը։ Ավելացնում ենք 1/3 կիտրոնի հյութ, 1/4 ստացվեց, ոչինչ։ Եվ տրորում ենք, տրորելուց հետո կտեղափոխենք ապակյա թասի մեջ։ Այժմ թարմ կանաչիներից ինձ հարկավոր է մառուլի տերևներ, արեք ինձ հետ, նանա, 2 ճուղ, դու էլ ար ինձ հետ։ Մառուլի տերևները կտրատում ենք ժապավենների։ Սա տեղափոխում ենք սիրելի ամանի մեջ։ Նանայի տերևները կօգտագործեմ միայն։ Կտրատում ենք մանր։ Լցնում ենք խնձորը, չամիչի հետ, լցնում ենք սոխը, մարինացված և պատրաստում ենք սոուս։ Սոուսի համար քամում ենք կես լայմ, մեկ թեյ գտալ հատիկավոր մանանեխ, Մառանիկ ընկերության աղ, կես թեյ գտալ, չորացրած ցիտրոն, երկու ճաշի գտալ ձիթայուղ, կես թեյ գտալ մեղր, և լավ խառնում ենք։
ավելացնում ենք թերթների վրա, 50 գրամ ընկույզ ենք մանրացնում, շատ մանր կարելի է չկտրատել։ Ավելացնում ենք նաև մառանիկ ընկերության քունջուտ, կարող եք նաև բովել։ Խառնում ենք և աղցանը պատրաստ է։ Աղցան թթվաշ խնձոր կլպել, սերմերը հեռացնել, խորանարդիկների կտրատել, լցնել թասի մեջ, չամիչ ավելացնել, կոնյակ ցողել, կարմիր գլուխսոխը կիսաօղակների կտրատել, համեմել շաքարավազով, աղով, չոր ուրցով, կիտրոնի հյութ ցողել, տրորել, մեծ թասի մեջ կտրատած մառոլի և նանայի տերևներ լցնել, ավելացնել սոխը, խնձորն ու չամիչը, սոուսի համար լայմի հյութին հատիկավոր մանանեխ, աղ, չոր ցիտրոն, ձիթայուղ, մեղր ավելացնել, հարել, լցնել աղցանի վրա, մանրացրած ընկույզ ավելացնել, քունջուտ շաղ տալ, խառնել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք կաղամ, գազար, լոլիկ, լոլիկի մածուկ, բուսայուղ, սխտոր և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը, իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։